Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին կսկից կասկածելի երեկոն է։ Սկսում եմ կասկածելի երեկոն, երևի ուզում էի ասեի ենթագիտակցաբար, բայց կասկածելի երեկոն է եթերում պարզապես Ռոբ այստեղ չէ, ինչքան էլ նրա անունը միշտ հնչում է, որովհետև ձայնագրությունը հին է եւ փոխելը ձեռնտու չէ։ Մենք թողնում ենք Ռոբի անունը նույնը, բայց փոխվում են մեր պիտուշ եղբայրները։ Այսօր մեր պիտուշ եղբայրն է Պոնչը, նույն ինքը Տարոնը Իսպիրյան, իսկ ես Տարոն ջան ուզեմ որ դու ողջունես, քո ողջավորություն ասես, հետո հյուրերին ներկայացնես։ Ողջունում եմ, եթե ես պիտուշն եմ, դուք եք։ Շնորհակալ եմ Տարոն ջան։ Եթե ես պիտի ասեմ։ Եթե ես պիտուշն եմ, դուք էլ պիտրուշն եք, Գարիկ ջան, լինելով վեգան։ Հումորս լավ է, չէ՞։ Okay։ Արժանի ես Ռոբին, արժանի ես դու Ռոբի տեղը գրավելու, այս հումորները ապացուցեցին, Էս ինչ էր մի անգամից ասեմ ու ցապարեք Բոնի ջան։ Իրված հումորիստ, սցենարիստ եւ պարզապես խուճուճմը Բոնի։ Շնորհակալություն։ Խնդրեմ Բոնի ջան։ Եվ Խոսում է Բոնի, ես կամ մի վարքյան եւ մեր 16.5 միլիարդ մասնակիցներից կաստինգը անցած մեր հետաքրքիր հյուրը տաքսուվարորդ երկչուհի բլոգեր Անուշիկ Հակոբյան։ Ներկայացնեմ իմ հյուրերին, սիրելի ընկերներ, այսօր շատ տաղանդավոր հյուրեր են մեզ մոտ, միայն այսօր, որովհետև ես միայն այսօր եմ այստեղ։ Տաղանդավոր մարքետոլոգ հաղորդավարուհի Լուսինե Մարտիրոսյան, ձեր ծափարությունները։ Եվ բնականաբար շատ տաղանդավոր երգչուհի, տաղանդավոր ընտանիքի զավակ թորնուհի Անահիտ Ադամյան։ Դե ինչ, եթե ձեր մեջից կա մարդով սիրում է ընթերցել, կարող է ընթերցել առաջին փուլի կանոնները, համել դուք կիմանաք, շարունակենք։ Շատ լավ։ Ես ներկայացնեմ, ճիշտ կարդամ առաջին փուլի կանոնները։ Առաջին փուլ։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի, եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ։ Անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է այն ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձելու է պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե ոչ, իրական է, թե հորինված։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր։ Սխալ պատասխանի համար ոչ ոք ոչինչ չի վաստակում, մանավանդ ես, որ եկել եմ ձրի։ Դու Ռոբ չես դառնա։ Ես չեմ Ռոբը կարդալ չգիտեր։ Եթե դուք Դիվայի բաժանորդ եք եւ մինչ այսօր փնտրում եք տարատեսակ լիցքավորման մեքենաներ, որպեսզի այնտեղից վճարեք ձեր հեռախոսի համար, ասեմ, որ փրկությունը արդեն թակել է մեր դուռը։ Այս բայց սկսած կարող եք ձեր հեռախոսի համար վճարել միայն ունենալով MyViva հավելվածը, որը կարող եք Google Play-ից եւ App Store-ից ներբեռնել ձեր հեռախոսի մեջ, այլ չգնալ ուրիշ սարքավորումներ չփնտրել, միանգամից ձեր համար, ինձ համար, ձերոնց համար, որտեղ այդ հավելվածը թույլ է տալիս բոլորի համար վճարում անել։ Եվ նաև կարող եք դնել ավտոմատացած վճարում, որովհետեւ ամեն ամիս ես էլ անիմաց չզանգեմ, ասեմ ինչ եղավ հեռախոսից վճարումը։ Ինքը ավտոմատ ոնց որ վճարի իմ հեռախոսը։ Հրաշալի։ Լավ, Պոնչյան։ Դուք եք գործում հավելված, ցեխում եք համալրել կամ վճարել կոճակը, ընտրում եք բանկային քարտը վճարման տարբերակը, լրացնում եք հեռախոսի համարը եւ գումարը եւ մնացածը ես գոհ եմ։ Միկրոալիքային վառարանի համար կռիվ եմ արել անօթևան մարդու հետ։ Այսինքն ուտելիք դեր ուզում տակացնեի։ Թե ինչ դեր կո ուտելիք։ Հետաքրքիր է որտեղ է եղել այդ դեպքը։ Այդ դեպքը ուրեմն եղել է աղբարկղի մեջ։ Մոտ։ Հələ դեռ մոտ ենք, որ կռիվ եղավ, նոր հայտնվեցի աղբարկղի մեջ։ Չէ, աղբարկղի մոտ։ Այսինքն աղբարկղի կողքը դրած է, ձեզանից ով կվերցնի։ Այո։ Միրապա, բայց ոնց է ստացել, որ դու այսքան տարի աշխատում ես, ես Մարդը այդքան տարի ապրում է այդտեղ։ Ինչ է զերծ։ Այդ ժամանակ ես վիտամինում էի աշխատում, փող չկա։ Չէ, այդ ժամանակ վիտամիններ արդարացավ։ Տեսա՞։ Բայց դենես չի։ Քոթոմիցա։ Ես Ivana Miranov ասել որ փող ստանալու։ Բայց եթե փող չկար, ուտելիք է չկար, այսինքն դու ինչ էիր ուզում տակացնեիր։ Ինչ էր անում այդ։ Շորերս էի չորացնում։ Բաց էր, ուզում եմ շորերս միկրոալիքային վառարանում չորացնեի։ Դու մեջը տական այ, ձմեր է։
Լավ, հիմա կատակ ենք տալիս, բայց սա իրականում շատ լուրջ հաղորդում է եւ խնդրում եմ պատմիր ad o i do։ Մենք մեր տանից վեշեր կար, որ պետքա տեղափոխեինք, իրեր կար մի քանի։ Ու սենց իրերը տեղափոխելու, սենց մեծ իրերը կային, մյուս չենք պիտի տեղափոխենք։ Մենք երկու հատ ունենք միկրոալիքային վառարան։ Ես ասացի երկու հատ ինչ ենք անում։ Ինչի սա պետք է երկու հատը։ Տարա մեկը գցեցի, որովհետև սենց մի քիչ տեսքը հին էր, բան։ Ու հետո, որ արդեն սենց տեղափոխեցինք մյուս տուն, բան, տանեցին ասեցին ուրա բան մյուս միկրոալիքային վառարան, ասի գցել եմ։ Ասին ոնց, ասեցի հա, երկու հատ էր, մեկը նոր էր, մեկը տենց հին հնոտ էր, ասեցին չէ, ասեցին մյուսն է պետք է գա, կարող է երկուսով մի անգամից ենք ուզում տալ։ Ասին գնա բեր։ Ասին գնա բեր։ Ես տենց հողոտ շորերով բանը, տենց գնում էի, տեսա դի միկրոալիքային վառարանը մի թափառական վերցրելա ու ասենց ուզում է տանի։ Ուզում եմ նվագի, թափառական երաժիշտ է։ Ուզում է տականա, ուզում է նվագի։ Շատ լավ։ Ուզում է տանի, ասեցի, «Էդի իմն է», ասեց «Յա»։ Ես շուտ եմ եկել։ Իմացավ ես էլ եմ թափառական, հա, հողոտ շորերով էի։ Տենց, ասեցի «Տուր ինձ», ասեց «Չէ», տենց վիճեցինք մենք բավականաչափ։ Այսինքն ինչ որ մի բան որ մեկից ուզում ես չեն տալի, մի անգամից ծեծում ես այդ աղջիկը։ Եթե իմն է, այո։ Խփել ես այդ մարդուն։ Այդ մարդուն, հա։ Չէ լավ լուրջ։ Տովել ես Դե մի կտոր միկրոալիքայինի համար։ Ձեզ խփել ես դեմքին, ձեռդ կծեք Իրան երես։ ինչին է պետք միկրոալիքային վառարան, թե հոսանք չունի։ Բա ձեր ինչին է պետք դուք տունը մի հատ էլ ունեք։ Այ շատ ճիշտ հարց եւ բարոյական հարց։ Ասում եմ դուք էլ տանը մի հատ ունեք, քո ինչին է պետք թողեր մարդ է էլի։ Այո։ Այո, բձենան է։ Ծախ եմ։ Բա ինքն է կծախեր։ Ես Գիտես ինչ էր անելու։ Ես շատ թերահավատորեն եմ տրամադրված անկաս։ Անայ, դուք ոչ մի բան չեք ասում այս ընթացքում։ Բոնին, հա։ Չէ, ես ուղղակի փորձում էի ուշադիր լսեի, հասկանայի իր մարմնի այդ լեզվից ինքը ինչ է ասում, էլի։ Հոկեբան ունենք։ Մարմնի լեզվից շատ լուրջ է տրամադրված Անայի։ Մարմինը լեզվ։ Իրականում իր մարմինը փոքր է, լեզու չունի։ Ուրեմն ես կանց եմ պատմում որ խառնվի իրար։ Հələ չի խոսում փուճուրը։ Ես վիճել եմ։ Մարմինը փուճուրը հələ չի խոսում, չոչ է անում հələ։ Շատ լավ։ Այս պատմությունը ինձ վստահություն չներշնչեց։ Անկեղծ ասած ես ճանաչելով Վահեին բավականին մեծ վստահություն ներշնչեց։ Վստահ եմ արել, անգամ ինձ թվում է շատ ուժեղ ծեծել է այդ մարդը, որտեվ իրանից սпасելի է, էլի։ Դուք որոշեք, ընկերներ։ Դուք ասեք ձեր պատասխանը, ես վերջի պահին կորոշեմ։ Ես չեմ ուզում հավատամ։ Ես չեմ հավատում։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը ամեն դեպքում ճիշտ է, Բոնի լինելով իմ 1000 տարվա անձնական մուրացկան։ Բայց իմ ընկերները կարծում են, որ այս պատմությունը սուտ է, ցավոք մենք ամեն դեպքում կընտրենք սուտ է պատասխանը։ Ես վստահ ասում ցավոք, բա որ դու իմը սխալ դուրս գաս, մի հատ Ես մտածում եմ ճիշտ է։ Այս պատմությունը իրականում ճիշտ է։ Ուй, ասում էի, չէ։ Ես սրան երեխա ժամանակից գիտեմ ախր։ Ահա, դուք սխալ պատասխանեցիք, միավոր չի գալիս ձեզ, ընկերներ հաշիվը մնում է նույնը, հավասար 0 եւ Անահիտի պատմությունը հիմա լսենք եւ հասկանանք։ Մեր բակում գտել ենք մի կուժ ոսկի ու նվիրաբերել ենք շներին։ Ոսկին նվիրաբերել Նա ինչ է, նա սխալ տեղը զերեց։ Չէ, ոյ հիմա այդ շները ցեպերով ոսկի։ Նվիրաբերել ենք, որպեսզի օգնենք անօգնական անտուն շներին։ Բայց ոսկին որտեղ է գտել։ Ավելի կենտրոնանամ, չէ, Սոչիում չէր, Իջևանում։ Իջևանի, ձեր բակի Իջևանում, տունը Սոչիում, բակի Իջևանում։ Շատ մեծ տուն է։ Իջևանի հաշվին առաջ են տվել բակը։ Չէ։ Այսօր ես գնում, մի հատ իշնում եմ Իջևան կամ ինչ բեք կամոտ։ Բալկոնում։ Մի կսակ ոսկի եք գտել։ Մի կուժ, այո։ Մի կուժ։ Մեջը ոսկի։ ոնց որ տարատեսակ ոսկին է։ Ծառի կողքը թաղած տակը։ Իսկ մարդ կար, որ ասում էր ինչ շներին տալ, եկեք վերցնենք մեզ։ Օրինակ, ավելի Ոչ, լոգիկա չկար ոչ մի մարդ, ուղղակի շատ հետաքրքիր պատմություն է։ Իջևանում մեր դաչան է, մենք այնտեղ տուն ունենք ու շատ հաճելի։ Ու Լուրջ եմ ասում, մտքովս մի հատ բառ ասում, չգիտեմ կարելի ասել թե չէ, բայց ուզում ասեմ վայ շան տղա լինեմ։ Մի ոսկի ունենաս։ Ոսկին է հանգացել է կակրած։ այդ տունը սկզբում եղել է պապայիս պապիկին է, հետո պապայինս, պապիկինս, հետո պապայինս եւ այլն։ Հիմա մեր տունն է։ Ծառի տակ ինչ եք փորում, եթե արդեն ծառը տնկած է։
Ես ամեն դեպքում մի հատ Ես մարդ է սպանել, ուզում եի թաղեի։ պատմեմ սկզբից։ Շուն ենք թաղում։ Մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկը փաստորեն ստացվեց նենց, որ ինքը կանխագուշակ էր, էքստրասենսեր, ինքը ամեն ինչ հասկանում էր, բայց ես չգիտեի դրա մասին։ Եվ մի անգամ ինքը ինձ ասեց, ձեր ընտանիքը անիծված է, թուղթուգիր արած, ասենց ինչ-որ բան ասեց։ Ես չհավատացի իհարկե, բայց ինքը դրանից հետո մի քանի հատ հետաքրքիր փաստեր ասեց իմ ընտանիքի մասին, շատ նեղանձնական, որ ինքը պարզապես չէր կարող ինքը իմանալ դրանից։ Լավ դա չէ, ընտանիքը ակնհայտ անիծված չի, էլի։ Այդքան ոսկի հողի տակ։ Այդքան ոսկի հողի տակ, թույն դա չաբար։ Բայց երբ որ ինքը Բոլորս մի քիչ ուզում ենք անիծվենք։ կոնկրետ բաներ ասեց, ասենց մի քիչ սկսեցի հավատալ, եկա տուն պատմեցի հայրիկիս, հայրիկս էլ ինքը մի քիչ սնահավատ բաներ ունի, ես սնահավատ չեմ, ես ավելի ուզում եի չհավատայի այդ ամեն ինչին, բայց հայրիկիս պատմեցի, ասեցի, սենց բան ասե, բա մի հատ ճշտի ինչ է, այսինքն թուղթուգիր արած բան, ճշտելուց իմանում եմ, որ ասում է, ձեզ թուղթուգիր են արել, ինչ որ բան են դրել ձեր Իջևանի տանը, Բակում կա մի հատ ծառ, որ կողքը ինչ-որ բանալի է թաղած։ Այդ բանալին է հանեք, տարեք, ինչ-որ բաներ ասեց, այդ արդեն չեմ Դուք կարծում եք, որ այդ պատմությունը ճիշտ էր։ Ես պնդում եմ։ Ինչ քանակի ոսկի էր, то есть тут Դե սենց այսքան դզված է շները հիմա։ Սենց այս չափսիկ ուժեր, 2 կիլո ոսկի 3։ Այսինքն ինչ էր մեդալներ։ Մեջը մետաղադրամներ էր, թե այսինքն ոսկիներ էր մեջը, թե զարդեր էր, թանկարժեք քարեր կային բան, տենց ինչ-որ խառը բաներ, էդի փաստորեն մենք հետո իմացանք, որ այդ պապայիս պապիի պահած ոսկեղենն է, որ թաղել է։ Պատկերացնեք պապիկին վերևից։ Վախյան կաշխատել։ Շների համար։ Արեն չկանում։ Սաղկյան կաշխատել։ Այդ չաո-չաոին մի տվեք այդ ոսկին, չաո-չաոյա։ Այդ հենց ոսկի տվեցիք, շնորհիվ թե տարակ հանձնեցիք։ Չէ, ինչի տվեցինք։ Ինչի տվեցիք, հա։ Որտեվ էքստրասենսը ասեց, որ դե տակ շներին սա կանցնի ու տվեք կոնկրետ էս իմ շանը։ Եթե տակ շներից, Ես համարում որ սուտ է։ Երկուստ էլ ասում եք որ սուտ է։ Լսի, այս իմ լսած ամենահավես պատմություններից է եղել, անգամ եթե սուտ է, ես նենց հետաքրքիր ճանապարհորդություն ունեցա զգացմունքային այս ընթացքում։ Հասցրեցի զարմանալ, ինչու՞ չէ հուզվել, նոր ընկերներ ձեռք բերել։ Մեզ Անահիտը մեզ տարավ Ջումանջի թեթե։ Շան բախտի մասին։ Շատ Ջումանջան վիրավիճակ էր։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ էր։ Այս պատմությունը ճիշտ է։ Ջոգում եք ինչ ջոզված են։ Մարտի 3-ից ապրիլի 15-ը Mobile Center-ից գնիր Samsung սմարթֆոն կամ պլանշետ եւ ընտրիր 4 IO, 4 նվերներից մեկը։ Mobile Center-ը լիցքավորիչ, անլար ականջակալ, անլար բարձրախոս կամ Max անլար ականջակալ։ Mobile Center Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Լարերը առանձին ծախում են դեր։ Լարերը առանձին գնաց։ Ուրեմն տունը պետք է խոսի ձեր մասին։ Ահա, ասենց սիրուն գեղեցիկ նախադասություն։ Այսինքն եթե մտնում ես մարդու տուն, պետք է այդ տունը խոսի իր մասին։ Բայց շատ դժվար է դրան հասնել, եթե չունես ճիշտ գործընկեր։ Իսկ դրա համար կա Exterior Group-ը, ոճային ինտերիերի եւ էքստերիերի վստահելի մեր գործընկերը։ Այստեղ կարող եք գտնել ինտերիերի ժամանակակից լուծումներ, պաստառներից մինչև սանտեխնիկա ու դեկորատիվ էլեմենտներ։ Եթե ուզում եք ձեր տունը դարձնել իսկապես ոճային, հաստատ արժե այցելել Exterior խանութների դեպ նրանք ունեն նոր հասցե։ Գյուղ Առինջ 1/1 Առինջ մոլի հարևանությամբ։ Էքստերիերի մասին երբ խոսում ենք, միանգամից հիշում ենք Ռոբին, ես ու Ռոբը ժամանակին համավարակի ժամանակ հաղորդում ենք վարում, որտեղ էքստերիերը մեր գործընկերներ եւ Ռոբը սիրում է այդ հաղորդումից սկրինշոթեր անի եւ ուղարկի, որպեսզի իրան հիշենք։ Ու ինքը մտածել է, որ էսա պետք անել։ Դրա համար հիշենք Ռոբին եւ մեր գործընկերոջ էքստերիերի հետ իր ունեցած առաջին։ Հիմա սենց գալիս է Դուբայից։ Այո։ Նյարդայնանում եմ այն շներից։ Ովքեր ոսկու։ Ովքեր հարուստ են։ Okay, Rolls-Royce-ով եմ ֆռում արդեն։
Հիմա այն շներից, որ ես սովորաբար նյարդայնանում եմ, ավելի քիչ եմ նյարդայնանում, քան այն շներից։ Բայց իսկապես ես նյարդայնանում եմ այն շներից, որոնք ֆալշ են հաչում։ Դա ի՞նչ է։ Ֆալշը, երբ որ ոչ թե նոտաներից մեկը, որ ասեցիր, չի հաչում մի հաչալու ընթացքում, այլ պարզապես մի գամայի մեջ տեղ գտած նոտաներից մեկն է սխալ հաչում։ Դիտման պրոֆեսիոնալ բաներ ասեն, որ չհասկանա։ Լավ, այսինքն դու ոնց որ կհասկանաս, չէ՞ որ եթե ես երգ եմ երգում, դու անայդ կողքդ նստած է։ Եկեք լավ, հիմա սոլֆեջոյի դասի սա չվերացեք։ Okay, դու սիրում ես կոնսերվատոր շների։ Բայց կան տենց շներ, որոնք հաչում են ու հաչոցից մեկը կախ է լինում մնացած հաչոցներից։ Ես էլ ունեմ շուտ։ Այս օրինակ, բայց ֆալշ չէ։ Այս ինքը ճիշտ նոտա է ամեն դեպքում։ Դու լավ շուն ես։ Բայց ֆալշ հաչալը շատ դժվար է։ Ես լավ շուն եմ, խնդրում եմ ինձ ոսկի տուր։ Արի Այսինքն կարելի է օրինակ բերել Գարիկ, օրինակ իմ շունը ինքը տարբեր իրավիճակներում տարբեր է հաչում, բայց երբ որ հաչում է փոշեկուլի վրա, միշտ ֆալշ է հաչում։ Այսինքն փոշեկուլի վրա։ Հա։ Որ այդ ներվայնությունը ոնց է դու։ Ես նյարդայնանում եմ այդ շներից, ուզում եմ ավարտի ինքը։ Դու սիրում ես, որ շունը ոնց որ մի բան կիսատ է թողում այդ հաչի մեջ, եթե վերադառնային առաջին նոտային, Հա, տոնիկայի մեջ կավարտվի, ապրես։ Բայց տոնիկային չի վերադառնում։ Կարիկը սիրում է, որ շունը օրինակ ստինգ է հաչում։ Այդ իվրանում է ներվայնանում։ Ինքը պետք է հաֆ, այդտեղ գա։ Այ հիմա բոլորս մեջն ենք։ Բոլորս մեջն ենք, բայց շատ տարօրինակ Չների մասին հաղորդում։ մեր մեջից երկչուհին դու ես։ Անայդ դու ներվայնանում ես, որ ինչ-որ միտեղ ֆալշ է հայտնվում։ Այո։ Իսկ դուք աշխատում եք այդ ֆալշի ուղղությամբ որպես Ինքը երեխա։ միշտ չի անում, օրինակ երբ որ լավ է հաչում, ես գոհ եմ լինում։ Ասում ես կարաս, եթե կարաս ինչի ես։ Ունես ասում, թամբալ ես ուղակի, Բայց եղել է, որ ցենց խոսած հետը բան, հետո տունը չելեք գացած կամած մտածում տենաս փորձ անում։ Գան չխոսա։ Արավոտ բում զույա խմա։ Հայլու մոտ։ Մե մամո։ Դատես արում է ռախոսում, միած լուսմա։ Բայց արդարության համար ասեմ, որ անծանոթների վրա հաչալուց նորմալ է հաչում ու հաչում է ներքևների վրա հաստ ձայնով, բայց հենց կոնկրետ փոշեկուլի վրա ղժում է, չի հաչում։ Իսկ կարող է փոշեկուլն է վատը։ Մեկը կախա։ Ես կարծում եմ, սպասությունը սուտ է, իսկ դուք։ Չգիտեմ։ Իսկ թվում է ճիշտ է։ Ну, ինձ թվում է Գարիկը կարար ներվայնանալ դրանից։ Նա էլի դեմքին։ Շատ հանգիստ մարդ է տենց բանից ներվայնանալու համար։ Հետո Գարիկը ասում է, որ կա խնդիր ու կա լուծում, բայց չի գտել լուծումը ու չէր կարող շարունակվել երկար, էլի, այսինքն այդ շունը կարող են չլիներ։ Okay, եկեք չհավատանք։ Ես չեմ հավատում, դու։ Ես հավատում եմ, մեկը երկուսը չեք հավատում։ Ես հավատամ, որ հետո ճիշտ։ Բոն դու հավատում ես։ Ես տեսել եմ։ Ես եմ։ Շատ լավ։ Մեր թիմը ամեն դեպքում մեծամասնությունը որոշեց, որ այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը իհարկե։ Լսեք, այս պատմությունը սուտ է։ Այո! Մենք սրո։ Ռոբը դարավ մեկ, մենք աշխատում ենք, Ռոբը ուտում է, չգիտես ինչու, այո։ Երբ տխուր եմ լինում, զրուցում եմ իմ գեր ժամանակվա նկարի հետ։ Ինչ եք խոսում։ Ասում եմ լավ էր, չէ՞ որ ուտում էիր, ինչ կան ուզում էիր։ Ինքը ինչ ասում։ Ինքս ես նայում։ Ոչ ես բերանը ջուր առած կանգնեմ, մի բան խոսա։ Իրականում ինձ շատ էր համոզել, որ ես ասեմ, սա շատ ներքին բան է, էլի, բայց դժվար է ապրել 30 տարի մի մարմնում, հետո հայտնվել ուրիշ մարմնում ու չկարոտել։ Ոնց որ հարազատ աղբերդ նկարներով տենաս կարոտը տառնես, խոսում ես ձեն չի հանում։ Իսկ ինչն ես ամենաշատը կարոտում հին մարմնիդ մեջ։ Բարությունը։ Որովհետև գերմարտիկ բարի են լինում։ Իսկ ես ինչքան նիհարել եմ, այդքան թարախ եմ դարի արա։ Ոնց կարաս բարելն ես, որ 20 հոգու ուտելիք ես ուտում։ Դու բարությունից մի խոսա, այ մուրացկամ տպող։ Ես մուրացկանին տպել եմ, որ բերեմ այդ միկրալիքային վառանում քո ուտելիքը թակացնես։ Ստոն։ Ուրիշ աղորդմա դառնես։
Ես հրավիրում եմ անվտանգություն։ Բայց ինչ ես միայն տխուր ժամանակ խոսում։ Ինչ տա խանգարում նորմալ հավես ժամանակ գնաս մտ բարև ես այդ տխուր։ Դե ոչ միայն տխուր, բայց հիմնականում տխուր ժամանակ, որովհետև ես հիմա անկեղծած չեմ կարողանում, ցանկություն կա, բայց չեմ կարողանում շատ ուտել ու տխրում եմ այդ քիչ ուտելուց ու գոնե նայում եմ այն ժամանակները, երբ որ ես գեր էի ու երջանիկ, բայց շուտ մահացող։ Հիմա նայում եմ իրան ու ասում եմ, ինչ լավ, ոնց որ զույգ աղբերս լինի, էլի, նկարներով նայում եմ ու սենց Հեռախոսի նկարներն է, թե տպած ունես կոնկրետ մի հատ։ վրցինով, չէ, իհարկե հեռախոսի նկարները ոչ ոք չի ապրել ձեզանից այդ ամեն օրը, ոնց որ Բոնին հիմա բոյովանա արագ ինձ է կարոտի իր Բայց ես երբեք չեմ նայ կոլոտ նկարներից կարոտել։ Ասեմ ալի ինչ լավ է բոյով եմ, ես ինչ է։ Ուրեմն ես ավելի երջանիկ եմ։ Ինքը չի կարոտում, այլ նայում ասում է դե լավ չեմ ուտի, որ էլի տենց չդառնա, միգուցե։ Կա նման բան էլ կա, բայց ավելի շատ ես կարոտում եմ այդ ժամանակները, որովհետև այն սերը, որ կար հանդիսատեսի հերոստատիտողի կողմից, ավելի շատ այդ գեր ժամանակներ, որովհետև լիքը մարդենում ասում քեզ սենց չի սազում, քեզ նենց ավելի ինֆակտ խփելու կոմ տանող մարմնով էր սազում։ Ավելի բազմաթիվ անոթային հիվանդություններով էր քեզ սազում, տրոմբ էր քեզ սազում։ Իսկ որ նայում ես այդ գեր նկարի։ Քեզ լյարդից հերոս ահավոր սազում էր, ախր հիմա ինչի ես տենց առողջ ուրախ ապրում լավ շորերով։ Պարզ անկերներ, կարծում եք այս պատմությունը ճիշտ է թե ոչ։ Նայ, առաջինը ես հարցնում եմ ճիշտ է թե ոչ, հետո նոր ես կարծիքը ասում եմ, որտեղ ես գիտեմ։ Ես մտածում եմ այս պատմությունը սուտ է։ Այս չգիտեմ։ Ես էլ հակառակն եմ մտածում, որ կարա լինի։ Ոնց չեմ սիրում Այն որ ես նկարները խոսալ մի քիչ sense։ Լավ, ես քո հետ եմ համաձայն, այս պատմությունը սուտ է։ Բնականաբար այս պատմությունը սուտ է։ Այո։ Բայց ասեք որ համոզել եք, ասեք։ Ոնչես Հա, մեկ-մեկ եղավ։ Բայց հավատալու է, լավ։ Ճախվել, Դա հավատալու է։ Մեր հաղորդման գործընկերն է մեր չէ, մեր։ Ձեր։ Դու ասած ձեր։ Բայց լավն է, տենց ասա։ Ձեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը իր Շուշի Palace նախագծով։ Իդեպ, եթե փնտրում եք բնակարան, Շուշի Palace բազմաբնակարանային համալիրում մնացել են թվով քիչ, բայց շատ հարմարավետ ժամանակակից բնակարաններ։ 8 մասնաշենք, սեյսմակայուն եւ էներգախնայող կառուցվածք, 24/7 շուրջօրյա անվտանգության ծառայություն, գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Գործում է նաեւ եկամտահարկի օրենքը։ Ոնց է զգացում որ կարդում է, բայց օգուտ չունի։ Հա, ճոտկի։ Հատուկ եք եթե Պիտի զգացվի։ Այսօր անգել ես միկրոֆոնը երեխեք։ Մի րոպե, բայց ճիշտ է։ Մի րոպե։ Իսկ այն ժամանակ չէր գտնի։ Այո։ Այն ժամանակ որ գտնենք կգցեին։ Գտնել, բայց վերցնելու բան չի, էլի։ Դեռ կարող է միկրոֆոնը գտնել, հետելի մի 4 հատ բան գտնել։ Այո, խոսքի միկրոալիկայի մարը։ Շատ բարի, հաշիվը հավասար է ընկերներ, Այո։ լսենք Անուշիկի պատմությունը։ Գնացինք։ Ես ունեմ մշտական ուղևոր, ում տեղափոխում եմ Բեռնախցիկում իր խնդրանքով։ Ինչու։ Առաջին լոգիկ հարցը, ինչպես ասում են։ Խնդրում է, ասում է, ես որ գալիս եմ, կլինի Բեռնախցիկի մեջ ինձ տանես, ասում եմ, խնդիր չկա։ Աղջիկա թե տղա։ Իսկ այդ մարդը Տղա է։ Արկղ։ բանտի շորերով։ Իսկ փախելա։ Որ խնդրեմ ինձ։ Բայց ամեն անգամ, օքեյ, բանտի բաներով օքեյ է, բայց ամեն անգամ Իսկ գազը վա քո մեքենան։ Իմ մեքենան էլեկտրական է։ Այսինքն Բեռնախցիկում ամեն դեպքում հարմար է։ Տեսլայա Y շատ մեծ է։ Օյս դրա ես Ընտանիքով, կարան նույնիսկ ընտանիքով գան։ Բեռնախցիկ։ Իսկ առաջին անգամ ո՞նց ա եղել, որ ուղևոր ա դարձել։ Տեսեք, ես մարզից եմ գալիս Երևան, դե ես տաքսի եմ վարում, ազատ ժամանակ։ Այդ մարդը մեր մոտից է։ Ու ասում է, դե որ ամեն օր գնալու ես, ինձ էլ տար։ Տես մեկ-երկու ամաչեց ասի, որ ուզում է հետևում, ամենահետևում նստի, Բեռնախցիկում։ Ավոր չխանգարի դու ուղևորել վերցնես։ Ես կասեմ ինչու։ Պարկած գնա երևի։ Ու ինքը ինձ միշտ խնդրում է, որ ես դանդաղ քշեմ, ասում եմ երևի մարդը վախենում է, աղջիկ վարորդ է վերջը։ Բերում է իրան կենտրոն իր գործի տեղը, 1-2 ասում է գալիս ես, ասում է հա գալիս եմ, իջեք, տանում է իրան։
ու մի օր ասեց իրականում ինչ շատ վատ եմ զգում, կկանգնես, կանգնեցի չայնի կողմերը, ասեց ես շատ վատ եմ տանում ճանապարհը, բայց կապոտի տակ շատ է ուրիշ բան ուզում։ Բայց ասեց ես փորձել եմ, քանի որ ստիպված միշտ պետքա գնայի, փորձել եմ հարազատներիս խնդրել եմ, եթե շատ հետ եմ նստում, ամեն ինչ նորմալ եմ, հետ չեմ տալիս, դեղ եմ նույնիսկ խմում, հետ տալու, կարանք փորձենք, քո մեքենան մեծ է ու ցենց Կարանք փորձենք քո մեքենան հետ տամ։ Էդել դա ասեց համել որ հետ տամ, ափսոս այս ավտոն էլի, համել իմ մեքենայի բեռնախեցիկը նենց է, որ փակ չի ներսից, երևում է, կարաս նույնիսկ ներսից ցենց իր դնես։ Ու բաղնի զուգարան կապոտ։ Փոքր մի խոսքով Ասենց ինքը ասեց ես բեռնախեցիկը քո մեծ է, արի փորձենք։ Այսինքն ամեն օր մենակ իրան եք տարել։ Եթե օրինակ աշխատանքի անեմ, ես դուրս եմ գալիս, այտենց 40-50 տարեկան մարդ եմ։ Ո, շատ տարբեր տարիք է, երկու։ Կենտրոնում ինչ է աշխատում, հազար ներողություն է։ Չեմ մասնագիտություն, չեմ փորացել ինչ է աշխատում։ Որտեղ եք թողում իրեն։ Ընդհանրապես չային ցավանցիներ որ գալիս են, իրանց վերջնակետը, տաքսիստների, գրդոնչիների, բան մասնագիտական մետրո Գրդոնչիների կոնկրետ բագաժնիկում մարդ է բերում, ասենք դրանց բան։ Համեցա։ Իրանց վերջնակետը սովետաշենի Փարիզ-Պանսկաստում այնտեղ է։ Չէ, միշտ եղել է, մենք էլ որ ուսանող էինք, երիտասարդականի մոտ կանգնում ենք, իշտում ենք, կարող է ինքնը Բայց որ երիտասարդականի մոտ բեռնախցիկը բացվում, մարդ է իշտում։ ինքն էլ իշտում է շատ ջիգարը, մերսի անուշի։ Ֆիզիկայի դասատու է, շասաղ գիտի ճիշտ ոնց իջնի բան։ Սոց իշտում է սենց է գնում, սոց մի երկու Դա օրինակ չեն նայում մարդիկ։ շախմատի դասատու է, սենց է գնում։ Տարօրինակ շատ են նայում, բնականաբար համես էդի զավեշտալի է, համել դե քանի որ ես տաքսի եմ վարում, իրականում շատ բաների վրա, այտենց չեմ կենտրոնում, դեռ մեկը արդեն սովոր եմ, որ կնայես կծիծաղան։ Հարց, եթե վերջնական հարց ունեք, եթե չէ, ասեք ինչ եք։ Ես կարծում եմ սուտ է։ Սուտ է։ Ես էլ եմ կարծում, որ սուտ է։ Քեզ էլ բան չմնաց։ Դե ես ասեմ ճիշտ է, որ գոնե որ ճիշտ դուրս գա, ասում եմ էլի։ Հա, բայց որ ասում ես, որ ինչի համար ես ասել, դա չի հաշվում։ Կներվեմ, եթե ճիշտ լինի։ Ես Մեծ մարդը կներվի։ կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է ամեն դեպքում։ Կլինեն նման մարդիկ, ովքեր ճանապարհը դժվար են տանում։ Ճիշտ է, մի րոպե, ճիշտ է։ Ճիշտ է։ Այո։ Մենք որոշում ենք, որ Տեսամ իրավունք ունեք, փորձեք փոխեք պատասխանը։ Ալո։ Չունեք։ չունենք, դուք ասել եք արդեն սուտ է։ Լավ ասից տվել։ Չէ, լավ, իսկական ինչ ուզում եք ասեք։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Իրականում այս պատմությունը մոտ է իրականությանը, բայց Անահիտը մեկ կմետավեր։ Մի անգամ ուղիղ եթեր եմ վարել տհաճ անկոչ հյուրի հետ միասին։ Մի անկոչ, բայց հյուրով է հաղորդումը։ Չէ։ Տղամարդ էր թե կիներ թե Կենթանի։ կենթանի։ Այս Ճանճ։ Չունչուրիկ։ Ճանճը հյուր է համարվում։ Մեր տունը գիտեք օրը քանած հյուր է լինում ունենա։ Չէ, մի րոպե։ ճանճ։ Հյուրեր ունեմ։ Ամառվա Հյուրանոց է ամառը։ Իմ սենյակը հյուրանոց է, քաղցր բան Չէ, ես նշեցի, որ անկոչ հյուրի։ Այսինքն մենք Ես որ ես ճանճերին կանչում եմ։ Ճանճերին ուրիշ բան է կանչում։ Բազմա ճանճեր, եկեք։ Որ ասում են, ինչ եք ասում, ես բոնինա հրավիրել, էս չի լինում։ Չէ, սենց եղավ։ Այսինքն մտակ տեսակ, բայց ասացիք որ ես մտա տեսա ինքը նստած է։ Չէ, այսինքն որ մտա ինք արդեն տաղավարում էր։ Նստած են անում։ Ռաս։ Ճանճա։ Ռաս հեն աշխատում է։ Այդ ռասը ասում է։ 3 ոտը, 4 ոտ, 1 Ուզում եմ հասկանալ ինչի է այդ պատմությունը տպավորվել։ Ճանճա, ինչ որ բաներ անում այդ ճանճը։ Ճանճը ինձ խանգարում էր։ Այսինքն ես պիտի ուղիղ եթեր սկսվեր, ասացի ես ճանճին հանեք էլի տաղավարից, որովհետև պարզա չէ, անդադ գնալ, գալ ուղիղ եթերում խոսել։ Այդ բնականաբար ինձ շեղելու էր։ Որ ժամին է եղել։ Այդ եղել է առավոտ ես մի հատ 12-ին եթեր, ոնց այդ օրը ես 4 հատ եթեր պիտի ունենայի։ 12-ին կան ճանճեր։ 12-ից սկսել է Մինչև վերջ ճանճը մնաց։ Մինչև վերջ մնաց, այո, մինչև ժամը ոնց որ 12, 2, 6, 8, մինչև այդ 8-ի եթերը ես խնդրում եմ որ այդ ճանճին հանեք, որովհետև հետո կպատմեմ ինչ հարեց այդ ճանճը։ Բա ինչ արեց այդ ճանճը։ Աշխատավորցս գողացա, ոչ։
Ոնց որ սուֆլյորը գնում է, ես արդեն սենց կարդում եմ ու կարդում եմ նենց անուններ, որ սենց առաջին անգամայի մոտ ինչ որ դժվար սենց կենտրոնացած կարդում եմ։ Ու դու ասես Գալստյան ճանճ, Իսկ ստացվել է իրան խանգարել, այսինքն ինչ որ Բա ոնց։ Ես սենց կարդում եմ այդ սուֆլյորով ու սենց գնում է, փորձում եմ չկենտրոնանամ, այսինքն ոնց որ ֆոկուսը պահեմ սուֆլյորի վրա, որ այդ ճանճը ինչ չշեղի, որովհետև անդադ գնում է այդ սուֆլյորը։ Ու սենց կարդում, զգում եմ, սենց գնում է, գալիս է, գնում է, արդեն տարբերակ չունեմ ինչ որ բան անելու, կանգնեց աչքիս։ Դե պարզ է, չէ՞ որ սենց արեցի մի հատ։ Նորից եմ շարունակում։ Ուղիղ եթերով սենց ասեցի։ Ու այդ ընթացքում արդեն հյուրը կանգնել է աչքիդ։ Հյուրը կանգնել աչքիս։ Ու այդ ժամանակ արդեն ոնց որ ռեժիսորը ականջիս լույս ինչ ես անում։ Չեմ կարող հանդիպանս ագալ։ Պիտի կարդամ, որովհետև շարունակվում է եթերը։ Ու այդ բան կարդում եմ, բայց էլ չեմ հասկանում ինչ եմ կարդում։ Այսինքն ես կարդում եմ մի բան, բայց մտածում եմ այս ճանճին ինչ անեմ։ Պիրատները այսօր։ Իսկ սխալվել է։ Սողահենները այսօր գրավել են Վենեսուելայով։ Իսկ այդ վիդեոն կա։ Այո, կա։ Կարանք նայենք Ոչ, միասին։ չեք կարանալ։ Իսկ ինչ է կարծում ես, պատմությունը ճիշտ էր թե ճիշտ։ Ես համարում եմ, որ ճիշտ է։ Ես մտածում եմ, այս պատմությունը սուտ է, որտեղ այդ պատմությունը չի էլի, որ գիտեք երեխեք մի օր ինչ ա եղել հետս։ Ճանճը եկա, ճանճը էլի։ Սուտ է։ Սուտ է։ Երեքս էլ կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Ձեր հաղորդման գործընկերն է Գլովոն։ Գլովոյի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերքներ, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Ինձ տվել է փողել սրա համար։ Մնում է միայն ներբեռնել հավելվածը։ Իդեպ, Գլովոն ունի հատուկ նվեր մեր հաղորդման դիտողների համար։ Եթե դեռ օգտատեր չեք, օգտագործեք Ռոբերտ։ Եթե դեռ օգտատեր չեք, օգտագործեք Ռոբերտիկ պրոմո կոդը եւ կստանաք 2000 դրամ զեղչ։ Շատ քիչ գումարի համար ենք Ռոբի ստորացրել։ Ռոբերտիկ 2000 դրամ տալիս Ռոբերտիկա դառնում։ Գնացիք։ Կամ ասես Ռոբերտիկ տալիս են 2000 դրամի զեղչ, ինչ վատ է։ Եթե դեռ օգտատեր չեք, օգտագործեք Ռոբերտիկ պրոմո կոդը եւ կստանաք 2000 դրամ զեղչ առաջին պատվերի համար։ Շնորհակալություն։ Մեր գործընկերն է Արարատ Coffee brand-ը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով կգոհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Սիրում եք սուրճ։ Սրճասեր եք համարվում դուք։ Հայ սրճասեր։ Հիմա հասկանում եմ, թե ինչի է քաղաքը Արարատ սուրճ խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտներում կարծիք գրեք։ Իսկ դուք այս պահին կարող եք չհարցնել ոչ մեկին, որովհետեւ դուք ունեք Արարատ սուրճ, տուփերով, մեջը լիքը սուրճ, բաժակ, ափսե, իսկ պոնչը չունի, որովհետեւ ինքը հաղորդավար է։ Շատ Գնալու է չունեցած։ Այո, սա Անչափ ձերն է, զբաղված է մեզ վերաբերում։ նույնիսկ բացվում։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ցույց տալ։ Եթե պետք է ցույց տալ։ Այո, բայց կռիվ չանես մենակից ոչ մեկից չխլի։ Եթե մեկ ուզենա խլի, նոր կռիվ կգնա։ Հա։ Առաջին փուլից հետո միանգամից անցանք երրորդ փուլ եւ այսպես երրորդ փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից only մեկի հետ կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Մրցակից թիմը պետք է պարզի թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը կամ միգուցե ոչ մեկի հետ էլ կապ չունի, դա էլ է բարդացնում մեր վիճակը ընկերներ։ Այս փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները կարող են միամիտ անցնել հակառակորդ թիմին եւ անիմաստ նրանք հաղթեն։ Դա համար պետքա ճիշտ պատասխանենք։ Լավ, այստեղ ենք հրավիրում Պոնչանց թմի կասկածելի հյուրին։ Խնդրեմ համեցեք։ Համեցավ։ Բարև ձեզ։ Հիմա լսենք ձեր երեքի պատմություններն ալ։ Մենք ունենք ընդհանուր չաթ, որտեղ հավաքված են բացառությամբ Անահիտ անունով աղջիկներ։ Անահիտն էլ չաթի ադմինն է։ Մեր հյուրանը Անահիտ է ու դուք Անահիտներով չաթ ունեք, որտեղ Անահիտ։ Որտեղ բոլորը Անահիտներ։ Իսկ տարիքային սահմանափակում կա ինչ-որ 18 Չէ։ Պետքա բոլորը կարդան իրենց պատմությունները, հետո նոր դու խոսես։ Իմիջիայլոց Վահեին, Բոնին ներքին ընկերական շրջապատում Անահիտ ենք ասում, կարող եք դոբավից անել ձեր չաթ։ Խնդրեմ Պոնչ քո պատմությունը։ Շատ լավ։
Անահիտն է, պրոֆեսիոնալ հնչյունավորման դերասանուհի է ու ես նրա մոտ սովորում եմ տարբեր կերպարների ձայներով խոսել։ Լուսնե ջան։ Անահիտն է, ընկերուհիս։ Մենք միասին սիրում ենք ուտել ժամկետն անցած կատնամթերք։ Հիմա հասկանում ես ճանջի ինչի է գալիս կոմատ։ Ես էի ուզում ասել։ Ու ինչի էլ չի գնում։ Եկել է իր ուտելիքի հետևից։ Բարի, սկսենք Անահիտից, ով Անահիտների խմբում մասնակից է։ Չաթ Ես կանահիտների WhatsApp, հա, WhatsApp-ի Անահիտների չաթ եւ ստեղծել է Անահիտների չաթը Անահիտը, որտեղ բոլորդ Անահիտ եք, որ գրում եք Անա, ան լսի ինչ եմ ասում, բոլորդ միանգամից արձագանքում եք։ Քանի Անահիտ կա։ Երևի արդեն մոտ մի 25 հոգի։ ու ճանաչում եք այդ 25-ը Հա, իրար թե ծանոթացել անծանոթ ենք։ անահիտներ։ Միտքեր ուղակի հետաքրքիր էր։ Համայն Անահիտները հավաքվել միտեղ, 25 հոգի, այո։ որ իրանք ուժ են ներկայացնում, եթե իրար հետ են։ Այո, պրոստ ուղակի Այդ աստվածուհին է բացել այն ժամանակ։ Չէ, ուղղակի Անահիտները իրականում շատ են։ Ինչ ես տեղափոխվել եմ ես վերջի 4-5 տարին Հայաստան, լիքը Անահիտներ կան։ Մի հոգով ավելացել է մինիմում։ Լիքը Անահիտներ կան, տենց այդ միտքը շատ լավն էր, բայց ես վերջերս է, որ բացվել է այդ չաթը։ Ну, մի 3 ամիս։ 3 ամիս, իսկ ինչ եք խոսում։ Խառը Շտվանից ես ծանոթանում ենք։ Անահիտ, լսի ես նոր եմ Անահիտ։ Հավեսա որ Անահիտ է։ Իդեպ չաթում Սկզբից կա Կարինե է, հետո դառ Անահիտ։ Չաթում կա մի հոգի, ով իր անունը փոխել է 15 տարեկանում ինչ-որ, բայց վաղուց է էլի այդ եղել, մինչև չաթի Անահիտ չի եղել, դարձել Հա, Անա։ Լուսինե է եղել, դարել է Անա։ Բայց իրան ոնց եք վերաբերվում, որ ինքը մաքուր Անահիտ։ Չէ, դե պոլուկրովկա։ Չէ, իսկ օրինակ այդ չաթում հետաքրքիր է, որ գրում եք Անահիտ քանի հոգի ասում Հաջան։ Բոլորը։ Անահիտ, Հաջան։ Ոնց ես լավ եմ վատ եմ Անահիտ տատիկը տա մահացել։ Ոնց վատը։ Ես ինչ ես ասում։ Բայց իմ 2 տարի առաջ մահացել։ Բոլոր 6-ն էլ մահացել են։ Շատ են, էլի դա։ Շատ բարի, հիմա լսենք Պոնչի պատմությունը, շնորհակալություն Անահիտ, բոլոր Անահիտներին շնորհակալություն այս պատմության համար եւ Պոնչին պատմությունը։ Ես ասեմ, ուրեմն մի քանի տարի առաջ ինձ զանգ ա լինում, սկզբից ուրիշ մարդ, տղա ա լինում զանգողը, ում հետ մի փոքր աշխատում ենք, հետո արդեն Անահիտ հետ ենք աշխատում, ուրեմն կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում երեխաների համար նախատեսված մի հատ հավես տեղ, այսպես ասեմ, որտեղ ժամանակ առ ժամանակ անգլերեն մուլտֆիլմերը թարգմանում են հայերեն ամբողջ իր երաժշտական եւ հնչյունային ձևավորմամբ ու այնտեղ կենթանիների դպրոց է դա, այսինքն կենթանիներով է, կենթանիների ներկայությամբ դպրոց է, որտեղ պետքա հնչյունավորած կենթանիների ձայներ։ Ու ես մուլտֆիլմի ապրես հնչյունավորում ես գնում եմ այնտեղ ու կենթանիների ձայներ ենք։ Կենթաների դպրոցը ո՞րն է, որ Մուլտիկա, անգլերեն մուլտֆիլմը։ Ինչ-որ կազմակերպության դու համար։ ո՞ր կենթանին ես։ Մի հատ չեմ անում, մի քանի բան եմ անում։ Որոնք ես։ Փղիկը, այնտեղ կա մեղու, որը որ մեղուն ինքը միշտ չի որ կա այդ դպրոցում, ինքը փոխարինող դասատու է համարվում, այսինքն այնտեղ կա։ Ես մեղուն եմ, փղիկը Էլ ինչ շատ բան կա, օրինակ շատ բաներ կա, բայց ամբողջը կենթանիների ձայներ չէ, այսինքն լիքը բան կա, խոսում ես հայերեն, թարգմանում մեղուն, փղիկը ու ինչ ես դու երկու կենթանի։ Չէ, էլի կա։ Մենակ ես չեմ հնչյունավորում ես։ Դու ես։ Իսկ շուն ես, որ բամել ոսկ են տվել։ Չէ, շուն չեմ, շուն չէ։ Բոլոր կենթանիները դու ես։ Չէ, բոլոր կենթանիները ես չեմ։ Հայաստանում կան էլի դերասաններ, ովքեր գալիս են նույն ստուդիայում զապիս են դնում։ Բայց դու 3 կենթանի ես։ Ես փղիկ եմ արել, մեղու եմ արել ու բադիկ եմ արել։ Կարամ հենց հիմա ձայները հանեմ եթե։ Իսկ այն վատ ձայները, սա որ մուլտիկներ կային, երեխա ժամանակ են փոխած օրոն գուգու։ Չէ, ինչ մուզիկա արա գուգոյով։ Չեք հիշում։ Էական գուգո կոսախ հերոսների անունը։ Վայ, Մադագասկարը բան էին արել, թարգմանել են օրոն սլոմիկ, շատ բան։ Չէ։ Ժորժ, Որակով բան ես անում, ասած Շատ որակով բան է, ինքը անգլերեն է, բայց քանի որ անգլերեն ես դու։ ինքը անգլերեն է, մենք հայերեն ենք իրան դարձնում։ Հայ երեխեքի համար։ Հայ երեխեքի Ամերիկայում հայ երեխեքի համար։ Okay, այսինքն Անահիտը քեզ սովորացավ մեղվի վրա սովորական հայերենով խոսել։ Ինչ է։ Չեղավ, փչացավ, փղիկը փչացավ։ Հիմա Անահիտը շատ լավ է անում։ Նայ, այդ ես եմ անում, Անահիտը ձայնագրում է ու ինքը Դրա աշխատում է։ թարգմանությունը ո՞րն է փղիձենը։ Ասա փղիձենը։ Հայերեն եմ
խոսում։ Հայերեն խոսում եմ, որտեղ Ամերիկացի փիղը ո՞նց անում։ Հայերեն եմ խոսում, որտեղ պետք է փղիկ եմ անում։ Հիմա էդի Անայի տակ ես սովորացրել։ Չէ, որ դու չէ։ չգիտեիր սենց էիր անում։ Չէ, ինքը ասում է, լավ է։ Սենց արա։ Չէ, ինքը չի սորացնում։ Փղի ոնց Ինքը շտկում է, որ մաքսիմում հասնենք արդյունքի։ Ես եկա շունն եմ, ուրու փիղիկ։ Ասեմ, օրինակ օրուփիղ արդեն վատ մուլտիկ ես ուներ։ Լավ ասա։ Դու փիղ։ Նախ փղիկը շատ ծիծաղալու է, ինքը այդ դպրոցի ֆիզկուլտուրայի դասատունը, ով գալիս է, ասում է բոլորը շարքով չարաճճիներ կան այնտեղ կենթաների մեջ օրինակ, բան սկունս կան։ Իմիջայլոց սկունսը քեզ նման է շատ սկունսը։ Սկունսը քեզ նման է, իմիջայլոց կանչենք ինքը հնչյունավոր։ Սկունսը, օքեյ, չարա, դու ինչ ես։ Չարա ու փղիկը ասում է բոլորը շարք կանգնեք։ Ու փղի դայնը։ Ագավերը։ Ու քեզ ընդունել են աշխատանք։ Որտեղ ընդեղ չինեմ, լուրջ եմ ընդեղ Հատկացնես, եթե Այո, բոլորը շատ կանգնեք, համար դու պարապել ես Անայտին։ ասել բոլորը շատ կանգնեք, սկունս ասում է չեմ կանգնի։ Ասում է Էդ է մանկական մուլտիկա։ Կատակ եմ անում, լատոտ։ Կատակ է սա։ Հետո գալիս է բադիկը։ Ապեր, պատի ինչ ես Հետո գալիս է մեղուն։ Մեղու ես, մետիշա, մեղու չես տեսել, մեղը չես Արա կերել։ Անայտն է սովորացել, այստեղ են ինչ մեղավոր է։ Շնորհակալ ենք Պոնչ ջան։ Ամեն դեպս Լուսնե լավ ջան, պայքարեց։ ընկերուհին է Անահիտը։ Ում հետ մենք սիրում ենք ժամկետնանց կատնամթերք ուտել։ Ուտել, կատնամթերք սիրում ուտել Փորձել ժամկետնանց։ ուտել։ Փորձել ուտել։ Անահիտին, որտեղից եմ ճանաչում, սկսենք այդտեղից։ Հիվանդանոցից էլի պիտի որ ծանոթ։ Չէ, մի րոպե դուք։ Մի անգամ մեջ գզել տրորում։ Սուր արյան վարակ։ Մենք նույն կուրսում էինք սովորում համալսարանում։ Ու մենք դե մարքեթինգի բաժնում ենք սովորում, մեզ ուղարկում են պրակտիկայի, ոնց որ կաթնամթերքի գործան այդ 4-րդ կուրսում, որ ամեն մեկը արդեն գնում է տարբեր ինչ-որ պրակտիկաներ անցնի, դիպլոմային գրի եւ այլն։ Դիպլոմային գրի եւ այլն։ Ով հետա գալի ավարտումը։ Ու մենք տենց շատ կպած այդ կատնամթերքի գործարանի, ոնց որ շատ սրտացավոր են, այսինքն գնում ենք սուպերմարկետներ ու սկսում ենք ինչ-որ մոնիթորինգ անել, հասկանանք, որ ինչ վաճառք ունի, որտեղ ինչ կա եւ այլն։ Որի ժամկետ անցածն լավ։ Չէ, լսեք։ Ու այնտեղ ոնց որ կատնամթերքները հիմնական դուք են նկատած կլինեք, եթե գնում եք, ոնց որ ժամկետն անցածները բերում են առաջ, որը ժամկետին մոտ է, որի ժամկետը, որ թարմ է, իրենք sense միշտ դնում են հետ կամ երկրորդ շարքում, որ մարդիկ վերցնեն հինը։ Ես վիճելուց են հետևիններն եմ, տեսնում որ դուք այդ հիները ուտեք։ Եթե Անահիտը հետս չի, ես էլ։ Մենք հիմա էլ այդ սովորությունը ոնց որ տենց որպես այդպեսին էլ սովորություն չի, այն ժամանակ էինք անում հիմնական, գնում էինք ու վերցնում նայում էինք, ասենք որ տենց դրել են, որը որ օրինակ ժամկետին մի օր մոտ էր, որ արդեն սենց վերջանալու է, այդ կամպանիայի անունի համար, որ հանկարծ մարդիկ օրինակ ինչ-որ վատ ֆիդբեք չգա, որ մենք այդ ամեն ինչով նոր չսկսենք զբաղվել եւ այլն, մենք դրանք առնում էինք ու ուտում էինք։ Էինք ուտում, որովհետև այն ժամանակն էշի շատ փող ունեինք համալսարանում ուսանողական այդ վիճակներ, բայց ասենք ժամկետից ասենք մի օրվա տարբերություններ էլ ինձ չի տենց։ Բայց ինչի՞ չէիք ուզում այդ կամպանիայի անունին։ Այսինքն դիպլոմային էին գրում դրա մասին, ոնց վատ ռեպուտացիա ինչ-որ բանի մասին։ Չէ։ Դուք դիպլոմային եք գրում մի կամպանիայի, մի արտադրողի մասին։ Ես ու ինքը անցնում էինք պրակտիկա նույն ընկերությունում ու այդ ոլորտի Աբա մասին։ դիպլոմայինում գրում եք ու իրանք շատ լավն են ու չէիք ուզում մինչև դիպլոմայինի վերջ իմանան որ լավ է։ Չէի ուզում դիպլոմայինի, ոնց որ վերջում ինձ անցած հարցեր տային, բայ սենց, բայ նենց, բա սենց խնդիրներ կար։ Քանի կատնամթեր կարայք առնեիք ուտեք որ փրկվեր։ Ինչ կատնամթեր չէ։ Սա մարզերով բանով գնայիք հավաքեք ուտեք։ Յոգուրտներ հիմնականում ու թան։ Թոն, բայց թոնը լուրջ։ Ժամկետնանց թանը շատ լավն է։ Այդ մուրացկան ընկերս ասում է շատ լավն է։ Իսկ ոնց գրած էր իրոք սիրում էիք, սիրով ուտում եք, թե այնքան որ ուտում եք սոված եք։ Սերը անում է։ Մենք տարբերություն չէինք զգում դրա մեջ, որտեղ ասենք մի օր երկու օրվա բաներ էլի ոչ թե Քանի հատ կարայք առնեիք ուտեք, քանի հատ գծկեք, երկուսով եք թե էլի կային։ Ֆինանսներս չերն էլի որ շատ առնեի։ Բայց մի 5 հատ Բայց դες մի 4-ից 5 հատ կարային Իսկ արդեն խասյաթ էր դառը սուպերմարկետում կամ ուշ թե հոդոկ կտակ, բայց ժամկետն անց էլի դեն։ Չէ, մենակ այդ կատնամթերքի այդ թարմը վերցրեք ձեզ, ձեռեք առնում։ Դել եմ հետ տամ, ես ինչ թարմա։ Հարմուլիկ։ Ես ինչ թարմա, չհասկացա։ Երեխեն է ուտում, երեխեն է Ժողովուրդ ուտում։ նայեք, թան բանեն ծախել բրեց հեսնով։ Լայվ մտնեի։ Չէ, տենց բաներ չէի անում։
Ինձ թվում է Պոնչի մոտ է։ Դու կարծում ես Պոնչի։ Ես ավելի քան վստահ եմ։ Պոնչի մեղվի դասատու։ Ես հիշում եմ, որ Պոնչը եղել է ձայնային բան, բայց չեմ ճանաչում Անահիտին ու չգիտեմ, որ ինքը գնացել է դասերի կամ ինչ-որ բան։ Բայց ես հիշում եմ, որ ինքը հա, որ մուլտֆիլմի հնչյունավորում էր գնում անելու։ Շատ լավ։ Դու կարծում ես։ Ինձ թվում է, որ ճիշտ կնի համարել, որ Պոնչին է, որովհետև լավ չարչարվեց մարդը այդքան ձեներանից։ Ես համարում եմ, որ Պոնչի։ Չէ, ես օրինակ կարծում եմ, որ ոչ ոքի մոտ չի եկել հյուրը, բայց եկեք պատասխանենք Պոնչի։ Դուք տենց եք ուզում։ Մենք կարծում ենք, որ կասկածելի հյուրը եկել է Պոնչի մոտ։ Դե թող կասկածելի հյուրը հիմա ներկայանա եւ մենք իմանանք։ Վերջապես ես կարող եմ խոսել։ Դե ինչ ողջույն բոլորին։ Ես Անահիտն եմ։ Այո։ Բայց ես ոչ մեկի հետ կապ չունեմ։ Շատ շնորհակալություն Անահիտին, մինչև գնալը ես կուզեմ մեր կասկածելի հյուրին նվիրել 30,000 դրամի նվերքարդ Գլովոյից։ Անահիտ ջան, կարող եք պատվիրել ցանկացած բան, շնորհակալ եմ, որ մեկը եկաք ճանապարհենք Անահիտին, ճանապարհենք եւ sense Ողբերդ նենց ստերած ու հաշիվը պետք է փոխենք։ Խնդրում եմ դարձնենք 4-1, չէ՞, ճիշտ եմ ասում։ Այո, 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 կարող եմ ես նույնիսկ այս sense անել էլ չչարչարվել էլ։ Շնորհավորում եմ։ Դե ինչ 4-1 հաշվով այսօր իմ թիմը չհաղթեց, իսկ ձեր թիմը հաղթեց ընկերներ։ Այս հաղթանակը նվիրում ենք Ռոբի վար հիշատակին։ Այո։ Շնորհակալություն ենք ասում Պոնչին, որ եկավ այսօր մեզ հետ անցկացեց, մեր հյուրերին շնորհակալություն ենք ասում հրաշալի խաղի համար եւ շատ հետաքրքիր պատմությունների համար։ Սելի հանդիսատես, շնորհակալ ենք ծափերի եւ ջերմության համար եւ մեր հերոստատիտողին ասում ենք կասկածելի երեկոներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։